Աստվածաշունչը Աստծո կենդանի խոսքն է, որը տրվել է մեզ, որպեսզի ճանաչենք Աստծուն և գտնենք կյանքի ճշմարիտ ճանապարհը։ Ով ցանկանում է հասկանալ Սուրբ Գիրքը, նախ պետք է մոտենա նրան աղոթքով և խոնարհ սրտով։ Աղոթքը բացում է մեր միտքը և թույլ է տալիս, որ Սուրբ Հոգին առաջնորդի մեզ Աստծո խոսքը հասկանալու մեջ։ Աստվածաշունչը պետք է կարդալ ոչ թե շտապելով, այլ ուշադրությամբ և խորությամբ, մտածելով յուրաքանչյուր խոսքի մասին։ Սուրբ Գիրքը պետք է ուսումնասիրել ամբողջությամբ, որովհետև Աստծո ճշմարտությունը բացահայտվում է ամբողջ պատմության մեջ։ Կարևոր է նաև լսել եկեղեցու ուսուցումը, քանի որ եկեղեցին դարերի ընթացքում պահել և բացատրել է Աստծո խոսքի իմաստը։ Երբ կարդում ենք Աստվածաշունչը, պետք է հարցնենք ինքներս մեզ. ի՞նչ է Աստված ուզում սովորեցնել ինձ այս խոսքի միջոցով։ Աստծո խոսքը չի տրվել միայն լսելու համար, այլ առաջին հերթին ապրելու և գործադրելու մեր կյանքում։ Երբ մենք ապրում ենք ըստ Սուրբ Գրքի ուսուցման, մեր կյանքը լցվում է խաղաղությամբ, հավատով և հույսով։ Այդ պատճառով, սիրելի մարդիկ, թող Աստվածաշունչը լինի մեր կյանքի ամենօրյա ուղեցույցը և լույսը մեր ճանապարհին։ Եթե մենք հավատքով կարդանք, աղոթքով հասկանանք և սիրով կատարենք Աստծո խոսքը, ապա այն կփոխի մեր սրտերը և մեր ամբողջ կյանքը։ Թող Տերը օգնի մեզ, որպեսզի միշտ սիրենք, ուսումնասիրենք և ապրենք ըստ Նրա Սուրբ Խոսքի։